Հաշվի առնելով, որ արդեն քանի ամիս է նաև Ալավերդի համայնքում խոչընդոտվում է համայնքի զարգացում, հավաքանուն նիստեր չեն լինում, նույնիսկ բյուջեի այնտեղ ֆինանսավորման խնդիրներ կան, փոփոխություններ, տարբեր ծրագրեր կան, որ նախագծեր կան չեն իրականացվում, նաև սա լուրջ դժգոհություն է նաև համայնքի բնակիչների կողմից։ Մենք հրապարակային էլ քաղաքացիական պայմանագրիներ մեր թիմակիցները փոխանցել են, որ մենք պատրաստ ենք, ընդունում ենք կան լարվածությունը, ըստ լարվածությունը բերվելու համար պատրաստ ենք նույնիսկ գնալ արտահերթ ընտրություններ։ Եվ իհարկե ժողովուրդն է որոշում ընտրությունների արդյունքները, մենք չենք կարող որևէ բան երաշխավորել, բայց հաշվի առնելով, որ այս լարվածությունը մեղմելու շուրջ դեմ չենք որևէ կոմպրոմիսային տարբերակի, արտահերթ ընտրությունների տարբերակում հաշվի առնելով, որ մենք գործող ընտրություններում, տեղի ունեցած ընտրություններում մեծամասնություն ենք կազմել ու անհամեստություն չթվա, առնվազն 1 տարվա ընթացքում համատեղ կառավարության կատարված աշխատանքները մեզ վստահություն են տալիս, որ մենք կվերահաստատենք, այսինքն այսպես ասած, մենք պատրաստ ենք նույնիսկ վստահության հրակվեի գնալ, եթե իրանք ասում են, եկեք տեսնենք, հիմա էլի ժողովուրդը լավ էս մի տարի աշխատել է, եթե իրանց նպատակն էլ է, որ վատ ենք աշխատել, թող ժողովուրդը որոշի, եթե մենք վատ ենք աշխատել, ժողովուրդը այդ ընտրություններով վերահաստատի, մենք ենք վատ աշխատել, թե ոչ, այսինքն միանշանակ նոր ընտրությունների պարագայում մասնակցելու ենք։